Ողջույն բարեկամներ, եթե հիշում եք, ես վերջի հաղորդումների ժամանակ ավելի հաճախ եմ շեշտում հասարակական ճնշման, հանրային պարսավանքի ինստիտուտի կարևորության եւ դրա ազդեցության մասին։ Շատ եմ շեշտում, որտեղ ես ինքս հավատում եմ, ու այսօր մի գրառում տեսա, որը գալիս է ապացուցելու դա։ Ոմն աղջիկ Տոմաս Սիմոնյան գրել է, որ մարդ ինչքան ժեղ եղնի, որ սոնց հետևից էրթա։ ԿՊ-ի մասին է գրել, ասենք, սալիկին է վերաբերում սա։ Սալիկն էլ պատասխանել է դու քոյությամբ ամուսին եղբայրս մեկը ունես, իր հետ խոսանք իբր աղջիկ ես, մենք դրա մասին քո հետ չենք խոսա, որը ցույց է տալի, որ մեղադրանքը, որ մարդ ինչ աստիճան պետք է ընկած լինի, որ ԿՊ-ների հետ գործ ունենա, ազդել է սալիկի վրա։ Տեսեք, ես չեմ ուզում ասեմ, այս մասնավոր դեպքի վրա անդրադառնամ, թե ինչ է պատասխանել, լավ է պատասխանել, լավ չի պատասխանել, սալիկը ոչ մի նորմայից դուրս բան չի ասել, աղջիկը նույնպես։ Աղջիկը ընդամենը արձանագրել է մի փաստ, որը երևի սալիկը չէր ուզենա։ Հիմա տեսնում եք ոնց է աշխատում։ Ես այս դեպքից ավելի շատ զարմացած եմ, որ սալիկի վրա դա ազդել է։ Որովհետև ինքը ինչ էր կարծում, ասենք մինչև ես ասեմ սալիկ բոլորին նկատում, բոլոր սալիկներին, ովքեր ԿՊ-ի հետ գործ ունենան կամ ԿՊ-ական են։ Օրինակ դուք ինչ եք կարծում։ Դուք կարող եք մի մարմին դառնալ այդ ազգուրած, ցեղասպան, հայատյաց, այդ թուրքական միջավայրի, ու դա աննկատ մնար, ու մարդիկ չզարմանային, թե մարդ ինչքան պետք է ընկած լինի, ոչնչություն լինի, որ դրանց հետ գործ ունենա։ Դուք ինչ եք պատկերացնում։ Դա պետք է աննկատ մնաց, թե մարդիկ այդ գնահատականը պետք է չտային։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ավելի ակտիվանալ, ովքեր ինձ լսում են, ովքեր հետևում են, իմացեք, որ հասարակական պարսավանքի ինստիտուտը այսօր միակ զենքն է մնացել մեր ձեռքում, լեգիտիմ իմաստով եմ ասում, ես չեմ բացառում ապստամբության, ինչ որ ցանկացած ըմբոստության դեպքերը, ոչինչ չեմ բացառում, միջև սրանց անհատական ոչնչացումը։ Բացարձակապես ու խնդիրներ չունեմ դրա հետ։ Ավելին, համարում եմ ամենառացիոնալ եւ ռեալ տարբերակը երկիրը փրկելու։ Բայց միջև կհասնենք դա, ով պատրաստ չի դրան, կա հասարակական պարսավանքի ինստիտուտ։ Կարծիք ունենալու իրավունք։ Կարծիք ունենալու։ Տեսեք, երկուսն էլ ցենզուրայի մեջ է, ոչ ատելության խոսք կա, ոչ հայհոյանք կա, աղջիկ ասում է, մարդ ինչ աստիճանի պետք է վատը լինի, որ ասենք ԿՊ-ը ասոցացվի կամ նրանցից շնորհավորանք ստանա,